Դուք գիտեք, որ ձեր գլուխն ավելի ծեր է, քան ձեր ոտքերը։ Այո, սա կատակ չէ։ Սա գիտական փաստ է։ Ըստ Էյնշտեյնի, որքան հեռու ենք երկրի կենտրոնից, այնքան ժամանակը մեզ համար ավելի արագ է անցնում։ Բայց սա դեռ ամենը չէ։ Պատրաստվեք, որովհետև այն ամենը, ինչ դուք գիտեք ժամանակի մասին, հավանաբար սուտ է։ Դուք կարծում եք, որ ապրում եք ներկայում, իրականում մեր ուղեղը մեզ խաբում է։ Մենք միշտ ապրում ենք անցյալում, մոտ 80 միլիվայրկյան ուշացումով։ Այն ամենը, ինչ տեսնում ու լսում ենք, արդեն տեղի է ունեցել։ Պարզապես մեր ուղեղը հավաքում է այդ կտորները, որպեսզի ներկայի պատրանք ստեղծի։ Ալբերտ Էյնշտեյնը ասում էր. Անցյալի, ներկայի եւ ապագայի միջև տարբերությունը ընդհանրապես համառորեն պահպանվող պատրանք է։ Ֆիզիկայի տեսանկյունից մեր տիեզերքը նման է մի հսկա սառած օվկիանոսի կամ կինոժապավենի։ Այնտեղ մեր ծնունդը, մեր այսօրվա ընթրիքը եւ մեր մահը արդեն գոյություն ունեն միաժամանակ։ Պատկերացրեք մի կինոժապավեն։ Մենք տեսնում ենք մեկ կադր, բայց ամբողջ ֆիլմն արդեն պատրաստ է եւ դրված է տուփի մեջ։ Սա նշանակում է, որ ապագան արդեն այնտեղ է։ Պարզապես մենք դեռ չենք հասել այդ կոորդինատի։ GPS արբանյակները սրա լավագույն ապացույցն են։ Նրանց ժամացույցները մի փոքր ավելի արագ են աշխատում, քան մերը։ Եվ եթե գիտնականները չհաշվարկեին այդ տարբերությունը, մեր քարտեզները օրական 10 կիլոմետրով կսխալվեին։ Զարմանալի է, բայց հազարավոր տարիներ առաջ սրբերն ու միստիկները նույն բանն էին ասում առանց լաբորատորիաների։ Սուրբ Օգոստինոսն ասում էր, որ Աստծո համար չկա երեկ կամ վաղը, կամ միայն հավերժական ներկա։ Զեն բուդդիզմում սովորեցնում են, որ մենք ժամանակի մեջ չենք, որ մենք հենց ինքը ժամանակն ենք։ Սուֆի իմաստուններն ասում էին, որ անցյալն ու ապագան վարագույրներ են, որոնք թաքցնում են մեր իրականությունը, ներկան։ Նրանք հասկացել էին մի բան, որին ֆիզիկոսները նոր են հասնում։ Այսպիսով, եթե գիտությունը եւ կրոնը համակարծիք են, որ ապագան արդեն գոյություն ունի եւ գրված է տիեզերքի քարտեզի վրա, ապա հարց է առաջանում. արդյոք մենք իրոք ունենք ընտրության իրավունք, թե ուղղակի մենք մեր սեփական ֆիլմի հանդիսատեսն ենք, որը դիտում է արդեն նկարահանված կադրերը։ Իսկ դուք ինչ եք կարծում։ Ձեր վաղվա օրը դուք եք ստեղծում, թե այն արդեն սպասում է ձեզ տիեզերքի մյուս անկյունում։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Լայքեք տեսանյութը նպաստելով դրա տարածմանը եւ բաժանորդագրվեք Արգամ բլոգի էջերին ավելին իմանալու համար։ Ձեզ հետ Արգամ Ռոբերտին էր։ Կհանդիպենք։